Քիշնևից Բուդապեշտ, Թբիլիսիից Երևան։ Մամուլի ներկայացուցիչները թիրախ են դառնում հատկապես երբ իշխանության ներկայացուցչի կողքով անցնելիս օպերատորը սեղմում է ռեկ կոճակը, իսկ լրագրողը միացնում խոսափողը, պատրաստվելով հարց տալ։ Եվ մթնոլորտը թեժանում է այն հարցերից հետո, որոնց պատասխանները չեն ուզում լսելի դառնա։ Ինչու են հայաստանյան լրատվամիջոցներին թիրախավորում հիմա։ Որն է նպատակը։ Վախեցնելն է։ Նախ եւ առաջ վախեցնելն է, այսինքն ոչ մի անհրաժեշտություն չկա այդ ոդկասթի տղաների ձեռքերը ոլորել, գետնին քացել, չգիտեմ, ստորացնել եւ այլն։ Ոչ մի անհրաժեշտություն չկա։ Ոչ մի անհրաժեշտություն չկա ԱԱՑ ուղարկել։ Արամ Աբրահամյանը Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման մասին է խոսում։ Ձերբակալությունից անտիֆեյք լրատվամիջոցի գույքը արգրավելուց հետո քաղաքացիական պայմանագրի падգամավորներն անդրադարձան ժուրնալիստների միության նախագահին։ Հասմիկ Հակոբյանը նրան ֆեյք կոչեց։ Արուսյակ Ջուլհակյանն էլ հետևել է գործընկերոջն ու տարածել նյութը կից գրառմամբ։ Ընկերներ, հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը ընտրվել է ժուրնալիստների միության նախագահ։ Պարզապես մեզ չեն ասել, որ տրամադրություններս չընկնի։ Սաթիկ Սեյրանյանի խոսքով իշխանական падգամավորները գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված, հստակ դերաբաշխմամբ։ Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն։ Սրանց համար խոսքի ազատությունը սոս տրանֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից, օգտագործելով ամենաեղկելի գործիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց։ Արամ Աբրահամյանն էլ կարծում է լրատվամիջոցների դեմ գործողությունների տրամաբանական շղթա կա։ Թիրախավորումներ բոլոր իշխանությունների կողմից եղել են։ Գործող իշխանությունը տարբերվում է։ Նրանք գրեթե չեն ասում, որ չենք հետապնդում, ինչ ա եղել, ոչ մի բան չի եղել եւ այլն։ Նրանք ասում են լավ ենք անում, հետապնդում ենք եւ հետապնդենք բոլոր նրանց, ովքեր մեզ բան են ասում։ Երկրորդ տարբերությունը, որը ավելի ցավալի է, որ հասարակական կազմակերպությունները, որոնք սովորաբար երապաշտպան կազմակերպությունները, որոնք սովորաբար շատ ակտիվորեն պաշտպանում էին 18 թվականից առաջ պաշտպանում էին ցանկացած ոտնձգությունից լրագրողներին, հիմա ճիշտ է, հիմա են հայտարարություններ անում, բայց չկա, ինչպես ասում են, նախկին էնտուզիազմը։ Իշխանությունը մասնագիտական որոշ խմբեր առանձնացրել, պիտակավորում է, փորձելով արժեզրկել նրանց գործառույթը, նշում է 24 News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը։ Իրենք նաև պիտի հիմա թիրախավորեն լրատվամիջոցներին, որովհետև որ տեսնում ենք, թե ինչպիսի սցենարներ են աշխատում, այսպես ասեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանության բախտակից այլ իշխանությունների պարագայում այլ երկրների, մենք տեսնում ենք, որ սցենարը գրեթե միևնույնն է, ամենակարկառուն օրինակը անշուշտ մոլդովական օրինակն է։ Օրենքը խախտողներին օրինախախտ ձևով կարգի չեն հրավիրում, կարծում է Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։ Նա եւս անտեղի է համարել բիրտ ուժի կիրառումը։ Խոսքի ազատության համար լավ իշխանություն գոյություն չունի, ընդգծում է Մելիքյանը։ Խոսելով լրատվամիջոց քաղաքական գործիչ հարաբերություններից, ասում է. Ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցի թղթակիցը նույն խորհրդարանում շատ մեծ խնդիրներ է ունենում աշխատելիս, ասենք, կառավարող ուժի դեպուտատների հետ։ Այնտեղ այնպիսի լարված հարաբերություններ են, որ ցանկացած պահի դրանք կարող են պայթել եւ դառնալ կոնֆլիկտ։ Եվ հակառակը, պրոիշխանական մամուլի ներկայացուցիչները, երբ որ փորձում են աշխատել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, նույն լարվածությունն է եւ նույն պատկերն է։ Այդ բախումները միայն հրապարակային ճնշմամբ չեն ավարտվում, դատական գործընթացներ եւս լինում են։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով վերջին 9 ամիսների ընթացքում լրատվամիջոցների, լրագրողների եւ խմբագիրների դեմ բացվել է 45 նոր գործ։ Իսկ միայն վերջին 3 ամսում հարուցվել է 15 գործ, որոնցից 10-ը իշխանության ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Դատարան ամենաշատը դիմել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Զրուցակիցներս կարծում են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները թիրախավորվում են նաև իրենց պահվածքի պատճառով։ Նրանք լուսաբանողից չպետք է դառնան ակտիվիստ, տուրք տալով էմոցիաներին։ Աշոտ Մելիքյանը կարծում է, խնդիրը կարգավորելու պատասխանատվությունը իշխանության ուսերին է։ Նա այս գործողությունների մեջ մեկ դրական բան է առանձնացնում։ Եթե համեմատենք նախորդ տասնամյակների հետ, ապա դժվար է պատկերացնել, որ նախորդ ղեկավարների օրոք կամ նախորդ վարչակարգերի օրոք
հեռարձակման ոլորտում մասնավոր հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունենային եւ ազատորեն քննադատեին իշխանություններին եւ ոչ միայն քննադատեին։ Գուցե հենց այդ այսպես կոչված սխալը շտկելու համար է իշխանությունը թիրախավորում լրատվամիջոցներին։ Գործընթացը կարծես թե նոր է սկսում, հույս ունեմ, որ այն չի աղագնանա, հույս ունեմ, որ ընտրական գործընթացին դեմ այդպիսի պրոցեսներ տեղի չեն ունենա, մենք լրատվամիջոցներս նույնպես պետք է փորձենք խոհեմ գտնվել, ոչ թե մեր մասնագիտական խղճի հաշվին հատուկ դա կրկնում եմ, այլ ընդհանրապես առավել խոհեմ գտնվել հնարավորություններ եւ առիթներ չտալու դրա անվանությունից ելնելով։ Ինչ պետք է անել, ինչպես աշխատել ճնշումների, պիտակավորումների ու նշանակետում հայտնվելու դեպքում։ Նախ չվախենալ, նշում է Աբրահամյանը։ Մենք իրար նկատմամբ պիտի լինենք ինչ-որ ջենտլմենական պայմանավորվածության մեջ, այսինքն մենք իրար չթիրախավորենք։ Թող նրանք, ովքեր պրոպագանդայով են զբաղվում, մեզ թիրախավորեն, բայց մենք իրար, եթե նույնիսկ համաձայն չենք, մեր իրանք հետ բանավիճենք, բայց երբեք իրար չթիրախավորենք։ Լրատվամիջոցի դեմ հարվածն իրականում հարված է հանրային վերահսկողությանը։ Խոսքի ազատությունը միշտ պաշտպանության կարիք ունի, այն չի սկսվում, չի ավարտվում որևէ իշխանությամբ։ Եվ եթե լրագրողները երբեմն սխալվում են, ինչպես նշում են զրուցակիցներս, նրանց սխալները չեն կարող արդարացում դառնալ իշխանության համակարգված ճնշումների համար։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։